Ողջույն ու բարեկալուստ Ալիք մեդիա, դուք դիտում եք Պոլիտիկոնը։ Այսօր ինչպես եւ նախորդիվ պիտի քննարկենք անցնող շաբաթվա իրադարձությունները, բայց ես ուզում եմ բյուր սկսենք ավելի այսպես մի քիչ ավելի հետ գնանք ու քննարկենք նաեւ Գյումրու ընտրությունները եւ հետընտրական զարգացումները, որովհետեւ դրանք դեռևս տպավորություն կա, թե ավարտվել են այդ հետընտրական զարգացումները, որովհետեւ ընդդիմադիր քաղաքական ուժերը հայտարարել են, որ կոնսոլիդացվում են ամենաշատ քվեներ ստացած ընդդիմադիր տեխնացուի Վարդան Ղուկասյանի կողքին, բայց այնուամենայնիվ այդ թեմայի շուրջ դեռևս քննարկումները շարունակվում են։ Արի առաջին նախ հասկանանք բուն ընտրական գործընթացը ինչպես տեղի ունեցավ ընտրությունների օրը եւ հետո հասկանանք հաջորդիվ ընտրական հետընտրական զարգացումները։ Իրականում այդ նախընտրական շրջանի այդ զարգացումները ցույց էր տալիս, որ եթե քաղաքացիական պայմանագիրը պարտվի ընդհանուր ընդդիմությանը, դեռևս այդ քաղաքական շոուն շարունակվելու է, որովհետև այնտեղ ի տարբերություն մեր համապետական տրամաբանության գործում է տեղական տրամաբանությունը, այսինքն այնտեղ մարդիկ կան, որ գրեթե բոլորն ունեն իրար հետ անձնական խնդիրներ, ու խոսքը ավելի շատ Մարտուն Գրիգորյանի եւ Վարդան Ղուկասյանի մասին է, ու ամբողջ նախընտրական շրջանում դիմադիր sense հարցեր էին ուղղվում հենց հատկապես Մարտուն Գրիգորյանի եւ մյուս ընդդիմադիր ուժերին, արդյոք եթե լինի նման սցենար, դուք կպաշտպանեք Վարդան Ղուկասյանի տեխնացություն թե ոչ, ու կարծես թե ամենախուսափողը հենց Մարտուն Գրիգորյանն էր, ու դա հիմնականում այդ անձնական խնդիրներով էր պայմանավորված, ու չնայած որ երկարատև ինչ որ չափով կարելի ասել լռությունից հետո երբ որ Մարտուն Գրիգորյանը հայտարարեց, որ կպաշտպանի Վարդան Ղուկասյանի տեխնացությունը այն առումով, որ նա կընտրվի քաղաքապետ, դեռևս չի նշանակում, որ մենք Գյումրիում ունենք արդեն իսկ հստակ հանգուցալուծում, այսինքն դեռևս իմ կարծիքով Գյումրիում քաղաքական ճգնաժամը շարունակվելու է, ու ես անընդհատ այս ընթացքում համեմատական էի տանում Երևանի ընտրությունների հետ, որ ընտրությունները վերջացել են, բայց հետընտրական զարգացումներն ու քաղաքական ճգնաժամը չեն հանգուցալուծվելու, երկու տեղերում էլ այդ նպատակով էր իրականում ընտրությունը, այսինքն քաղաքական ճգնաժամ կար, ասում էին միակ տարբերակ ընտրություններ անցկացնելն է, բայց ընտրությունների միջոցով էլի քաղաքական ճգնաժամ է ձևավորվել։ Բայց Երևանում ի տարբերություն Գյումրիի էլի ինչ որ չափով ինչ որ կոնֆիգուրացիա տեղի ունեցավ, նո հանրապետություն կուսակցություն այնտեղ Վարդան Ղուկասյանի, բայց դոգ անվանման կուսակցության մի հոգին ապահովեց այդ քվորումը եւ այլն, բայց Գյումրիում այդպես չի լինելու իմ կարծիքով։ Գյումրիում նույնիսկ դեռևս անհայտ է, թե ինչ կլինի հենց առաջին ավականու նիստի օրը, երբ որ միակ օրակարգային հարցը քաղաքապետի ընտրությունն է, որովհետեւ վերջերս նույն օրինակ հանրային հեռուստաընկերության բանավեճ էր ընթանում եւ Մարտուն Գրիգորյանի դաշինքի անդամ կուսակցության ղեկավարը Երվան Թավերձյանը ասում էր, իսկ ինչ կնի, եթե ՔՊ-ն գնա տեխնացու չառաջադրի եւ պաշտպանի Մարտուն Գրիգորյանի տեխնացությունը։ Այսինքն Մարտուն Գրիգորյանի հայտարարությանը հակասող մոտեցում էր ասում ինքը։ Այսինքն շատ հնարավոր է, որ մենք այդ օրը տեսնենք, օրինակ ՔՊ-ն չի առաջադրում տեխնացու, գնում է եւ իր ամբողջ 14 մանդատով ընտրում է Մարտուն Գրիգորյան։ Այստեղ հարցը այնա որ Մարտուն Գրիգորյանը պիտի առաջադրվի։ Իսկ եթե Մարտուն Գրիգորյանը առաջադրեց, այդ նշանակում է, որ կոպիտ ասած ինքը գցում է Վարդան Ղուկասյանը։ Բայց Մարտուն Գրիգորյանը ընդհանրապես հայտարարել է, որ ինքը պատրաստ է քվեներ ապահովել, որպեսզի Վարդան Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ Այո։ Դա անպայմանորեն ինձ թվում է չի ընդհանրում, որ չի կարող նաև ինքն առաջադրվել։ Նայ, ուղղակի այստեղ խնդիրը որն է։ Իսկ ինչ կլինի, եթե Մարտուն Գրիգորյանը համապատասխան քվեներ ապահովի Վարդան Ղուկասյանի համար եւ ինքն էլ առաջադրվի եւ իրեն էլ ընտրի քաղաքացիական պայմանագիրը օրինակ։ Պարտվելու է Մարտուն Գրիգորյանը։ Պարզ մաթեմատիկական հաշվարկ է։ Եթե Մարտուն Գրիգորյանը իր այդ առաջին հատվածին հավատարիմ է մնում, այսինքն երկու մանդատով կողմը քվեարկում Վարդան Ղուկասյանին, իրենք դառնում են 17 անդամ, որ քվեարկում է Վարդան Ղուկասյանին, այսինքն արդեն մեծամասնություն են։ Եթե մնացած մյուսը, այսինքն Մարտուն Գրիգորյանի այդ մանդատ ունեցողների մյուս մասը եւ ՔՊ-ն քվեարկի Մարտուն Գրիգորյանին, ընտրվելու է Վարդան Ղուկասյանը։ Բայց այստեղ վերջին բանը, եթե Մարտուն Գրիգորյանը առաջադրվի եւ այն մյուս երկու անդամները չքվեարկեն Վարդան Ղուկասյանի օգտին, հենց դա բերում է նրան, որ Մարտուն Գրիգորյանը իր խոստմանը հավատարիմ չի լինում։ Ինչը էլի, այսինքն ցանկացած սցենարով մեկը ճգնաժամը շարունակում։ Ասենք թե օրինակ սցենար 1 Վարդան Ղուկասյանն ընտրվում է քաղաքապետ եւ ավականին է որոշումներ ընդունող բարձրագույն մարմինը,
թիմ մակարդակում։ Իհարկե, այնտեղ համայնքապետը կարևոր պաշտոն է, որոշումներ բայց բյուջե հաստատել կա։ Բայց բյուջե հաստատել, զարգացման ծրագրեր, կարևոր նշանակության ցանկացած որոշում ընդունվելու ավականու միջոցով։ Հիմա պատկերացրեք Վարդան Ղուկասյանը գալիս է, ասում է, ես ուզում եմ ավականու որոշում ընդունենք, որպեսզի պետությանը դատի տանք։ ԿՊ-ն պարզա դեմ է քվեարկելու եւ ինքը պետք է հաշվի նստի մյուս 3 ընդդիմադիրների հետ։ Իսկ մենք գիտենք, որ ըստ էության իհարկե մի քիչ դավադրապաշտական կամ գուցե շատ ենք նեղացնում այս ընտրապայքարը, բայց այնտեղ նախկին գրեթե բոլոր նախագահներն ունեն իրենց ներկայացվածությունը։ Այո, այսքան ենք։ Այո, ու մեծ հարցական որ Մարտուն Գրիգորյանը լինելով է խելոք ընդդիմություն, իր ուղերձում դա կար։ Ու բոլորի ուղերձում դա կար։ Այո, որովհետեւ մյուսներն էլ օրինակ եթե գնային քաղաքական կոալիցիայի ճանապարհով, գոնե կհասկանայր, որ պատրաստ են համատեղ քաղաքական պատասխանատվություն կիսելու։ Իսկ այս պարագայում ընդդիմադիր ուժերը ընդհանրապես հայտարարել են, որ իրենք առանց որևէ պաշտոնի ակնկալիքի եւ առանց որևէ քաղաքական պատասխանատվության միայն ապահովում են, որպեսզի այլ կերպ ասած ԿՊ-ն չվերարտադրվի։ Այո, իրենք ասում են մենք առաջին նիստում պատկերացնենք սենց 5 տարի Վարդան Ղուկասյանը ղեկավարելու է թիմ օրենքով առնվազն 2 ամիսը մեկ նիստ է տեղի ունենում, իրենք ասում են այդ տասնյակ նիստերից միայն մեկ նիստն ենք ձեզ կողմ լինել։ Մեկ նիստն է որ երաշխավորված է, որ ընդդիմությունը միասնական գործել կախված է լինելու իմ կարծիքով ավելի շատ Մարտուն Գրիգորյանի ու ԿՊ-ի դիրքորոշումներից։ Այսինքն քաղաքացիական պայմանագիրը միշտ իր 14 մանդատ օգտագործելու է, մինչև 26 թվական ցույց տալու, որ հավաքական ընդդիմություն գոյություն չունի, կամ այս նպատակարարության գուցե ցույց տա, որ կա, որովհետև նաև Նիկոլ Փաշինյանը հատ փորձում է ընդդիմադիր ներքաղաքական ներկապնակը հավաքական փաթեթային ձևով ներկայացնել։ Եթե հիշենք, այս նույն ընտրարշավը ինքը ասում էր կան մկներ, կռիվներ, որոնց պետքա դատել, ինքը չէր ասում միայն Վարդան Ղուկասյանը, միայն Մարտուն Գրիգորյանը, բոլորին հավաքական մեկ փաթեթում էր, այտենց հեշտ է։ Այսինքն ասել մի հատ բոբո կա, այդ բոբոին պետքա այդ ստվերից սև ու սպիտակի վերածել։ Հիմա կախված թե 1 տարվա մեջ Գյումրիում ինչ կլինի, իսկ իրականում մեր թիմերը այնքան թույլ են, որ իրանք 1 տարում ուղղակի ձախողել են, համոզված եմ։ Գյումրիում որևէ նշանակալի բան չի փոխվելու մինչև 26 թիվ, եթե իհարկե այժմ ընտրությունը տեղի ունենա այդ ժամանակ ու սա շատ լավ իրավիճակ է իրականում ԿՊ-ի համար։ Ասել որ ԿՊ-ն պարտվել է, այս շատ սխալ է։ Եթե լիներ օրինակ այլ ուժերի վերադասավորում, շատ հնարավոր է ԿՊ-ն իր ստացած 36%-ով լիներ քաղաքապետ։ Ուղղակի նենց հաստատվել, որ ընդդիմության օգտին է այս բաները, մասնաբաժինները։ Ու ինձ թվում է ԿՊ-ն ամեն ինչ անելու է մինչև 1 տարի, 2 տարի, ամեն ձևով տորպեդահարելու է թիմ համակարգը Գյումրիում։ Նիստերին չի գնալու, եթե պետք լինի։ Նիստերին գնալու է դեմա լինելու, ցույց է տալու, որ պետական աջակցության բացակայության պայմաններում թիմեր չկան։ Վարդան Ղուկասյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական գործեր կան, դա է օգտագործել։ Այսինքն շատ լուրջ գործիքակազմ ունի որպես ընդդիմություն։ Կոպիտ ասած ինքը ընդդիմություն է, բայց նաև իշխանություն է, ու դա պետք է միշտ անընդհատ բան անել։ Իսկ Վարդան Ղուկասյանը իրականում շատ վատ անելանելի իրավիճակում է հիմա գտնվում։ Մյուս կողմից ինքը քաղաքապետ է դառնալու, բայց ինքը պատկերացնում է, թե դա ինչ բեռ լինելու իր համար։ Որովհետև հա, իհարկե կարելի է ասել, որ դե ընդդիմությունից չաջակցեց, նիստերը տապալվում են եւ այլն, բայց ոչ մեկ դա հաշվի չի առնել։ Գյումրեցին ձայնա տվել ավելի շատ նրա համար, որ 7 տարի ինքը չի տեսել, որ որևէ խոստում հողի վրա կատարվում։ Բայց այստեղ մի հատ կարևոր հանգամանք էլ կա, ես նոր հիշեցի, որպեսզի Մարտուն Գրիգորյանը կարողանա հավաքանու նիստին մասնակցի, նա պետքա դեռ մանդատը վերցնի որպես համայնքի ավականու անդամ եւ որպեսզի նա կարողանա այդ մանդատը վերցնել, պիտի հրաժարվի падգամավորական մանդատից։ Ես չեմ կարծում, թե կգնա նման ռիսկային քայլի կորցնելու падգամավորական մանդատը եւ падգամավորական անձեռնմխելիությունը եւ ընդհանրապես քաղաքական թիվ 1 ամբիոնը նման ոչ այսպես կայուն կամ ոչ այսպես շատ ռիսկային քայլ կլինի դա, որովհետև կարող է կորցնել եւ մեկը եւ մյուսը իրականում, այս կարևոր հանգամանքը, որ ուղղակի ֆիքսենք։ Բայց մինչեւ մենք միանգամից անցում կատարեցինք իհարկե այս process-ների քննարկմանը, այլ մի հատ հասկանանք ընդհանուր առմամբ ես հետևում եմ այդ հետընտրական զարգացումների հատկապես այսպես
ներհայաստանյան կամ սոցիալական մեդիայում կարծիք ձևավորողների արձագանքներին տպավորություն կար, որ այսպես շատ լայն զանգվածներ, այսպես քննարկում կամ քննադատում էին ավելի շուտ գյումրեցիներին նման ընտրության համար։ Մի կողմից խրախուսում են, որպեսզի քաղաքացիները գնան ընտրության, մյուս կողմից քննադատում են։ Ես ուզում եմ նախ հասկանանք, թե ինչ տրամաբանությամբ գյումրեցիները քվեարկեցին եւ ինչ հանգամանքներ ազդեց այս տեսակ քվեարկության վրա, որովհետեւ օրինակ տես նաեւ կարծիք կար, որ Սարիկ Մինասյանը, եթե չլիներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացուն, ամենայն հավանականությամբ այսպես շռնդալից հաղթանակ կտաներ, բայց մյուս կողմից էլ ես կարծում եմ, որ ինչքան էլ որ Սարիկ Մինասյանի կերպարը լավն էր, դրականն էր կամ չարյաց փոքրագույնն էր, որ կարող էր ԿՊ-ն առաջադրել, նույնքան էլ պետք չի մոռանալ, որ այդ 36% քվեների մեջ մեծ դերակատարում ուներ վերջական ռեսուրսը։ Հա, ու չմոռանանք նաև, որ Սարիկ Մինասյանը կոպիտ ասած հասարակ ֆիգուր չի Գյումրիում, կոպիտ ասած չունի իհարկե Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի ռեսուրսը ամեն կերպ ֆինանսական մարդկային չունի Գյումրիում, բայց ինքը իր իմիջով, իր նաև եղբոր գործոնն են նշում, որովհետև նա Գյումրիում ԱԾ պետն է, ու համենայն դեպս ընտրությունների դիտարկումը ցույց տվեց, որ իրականում մեծ է եղել իր դերը, որովհետև մարդիկ նկատել են այդ աշխուժությունը, այդ թաղամասում, որտեղ բնակվում է Սարիկ Մինասյանը, եւ ընդհանրապես ԿՊ-ն մի քիչ այլ իմիջ էր ձեռք բերել Գյումրիում, այսինքն գյումրեցիները չեն տեսել ԿՊ-ի կողմից հստակ փոփոխություններ, հստակ ինչ-որ պատկերի փոփոխություն քաղաքում։ Մյուս կողմից իհարկե կարելի ասել ԿՊ-ն իշխանություն չէր, կոալիցիոն կառավարման մեջ էր Բալասանյան դաշինքի հետ, բայց կապ չունի, քաղաքացիները հստակ պահանջատեր են, հստակ գիտեն որտեղ է այդ հասցեատիրոջ հասցեն կոպիտ ասած, հա, գիտեն ԿՊ-ն է մեղավոր, բայց մյուս կողմից էլ Սարիկ Մինասյանի անձի հետ կապված, անձի գործոնով պայմանավորված, իրենք հենց ԿՊ են ընտրել, որովհետև այնտեղ երբ որ օրինակ ես գյումրեցիների հետ շփվում եմ, իրանք էդ էին ասում, օրինակ ես մի գոնե 10-20 մի քանի մարդու հետ շփվելով հասկացա, որ այդպես ընդհանուր պատկերը կարծես թե այդպեսին է, որ մարդիկ ԿՊ-ին չեն սիրում, բայց ասում են Սարիկը ոնց որ թե լավ մարդ է, մեր քաղաքի տղա է եւ այլն, բայց մյուս կողմից էլ թե ինչի սենց եղավ, ինձ թվում է ես sense մի հատ ձևակերպում էի անդադ տալիս ընտրությունների վերաբերյալ, որ մյուս կողմից կիրառվում էր վարչական ռեսուրս, մյուս կողմից մասնավոր ռեսուրս։ Ինչ նկատի ունեմ մասնավոր ռեսուրս։ Հիմա ընտրական օրենսգրքով թե վարչական ռեսուրսն է դատապարտելի, օրենքով օրինախախտում է ինքը համարվում, մյուս կողմից նաև բարեգործությունն է համարվում, կամ ինչ-որ խոստում տալն է համարվում ապօրինի բան, քրեորեն պատժելի նույնիսկ։ Մենք տեսանք այնտեղ Սարիկ Մինասյանը վարչական ռեսուրսով շեբեն է շահ տալիս, Մարտուն Գրիգորյանի անձնակազմն էլ այդ ամեն ինչը անում իր անձնական միջոցներով, կամ ինչ-որ խոստումներ տալով։ Օրինակ Վարդան Ղուկասյանը հենց գյումրեցիները գիտեն, որ լուրջ դերակատար է այդ առումով, այսինքն ինքը տարբեր բիզնեսներ ունի, տարբեր մարդկային ռեսուրսներ ունի, ու ընտրությունների ժամանակ էլ է տերևած։ Ամենտեղ ուներ վստահված անձին, մարդիկ ովքեր պատրաստ են հանուն Վարդան Ղուկասյանի հենց գնալ ընտրատեղամասեր։ Ույս թվում է հենց այս քայլով ցույց տվեցին, որ օրինակ անձնական մարդկանց մի քանի ինդիմադիրների մասնավոր ռեսուրսները կարող է հաղթել վարչական ռեսուրսին։ Այս շատ հետաքրքիր է, որովհետև նաև ինձ հետաքրքիր է մյուս ընդդիմադիր տեխնացուների քարոզարշավը, շատ հետաքրքիր քարոզարշավ ինձ թվում է անցկացրեց նաև Ռուբեն Մխիթարյանը, որը այսպես կարողացավ ինձ թվում է այս ընտրությունների Kinder Surprise ասված է հենց Ռուբեն Մխիթարյանն էր, ակնհայտորեն նա կարողանալու էր հաղթահարել եւ դա զգացվում էր իր քարոզարշավից, որ կարողանալու էր հաղթահարել 4%-ի շեմը որպես կուսակցության ներկայացուցիչ, բայց որ կգրանցի մոտավորապես 8% արդյունք, դա իսկապես անակնկալ էր։ Հա, իրականում Ռուբեն Մխիթարյանի քարոզարշավը հատկապես այս վերջին միտումներին համապատասխան քարոզարշավ էր, այսինքն հիմնականում սոցիալական մեդիայում եւ այլն, եւ ինձ թվում է բոլորն է ֆիքսել են, որ անսպասելի էր իր ավելի շատ ձայն ստանալը, քան օրինակ Մայր Հայաստան դաշինքի տեխնացուին է Կարեն Սիմոնյանին, որովհետեւ մենք երբ որ խոսում ենք թիմ ընտրությունների մասին, ասում ենք դա անձանց մասին է ավելի շատ, քան կուսակցությունների։ Պարզա որ կոմունիստական կուսակցությանը չեն գնացել ընտրել մարդիկ, այլ գնացել են Վարդան Ղուկասյանին ընտրել, բայց մյուս կողմից Կարեն Սիմոնյանը տեղի դերակատար է, ունի տարբեր
բիզնեսներ, այսինքն գործարար մարդ է, որը տարբեր կապեր ունի, միջավայր ունի եւ այլն, ռեսուրս ունի, տարբերություն Ռուբեն Մխիթարյանի, որը կարելի ասել տեղի դերակատար, ինքը ավելի շատ իր բնույթով համահայաստանյան մակարդակում ավելի շատ ճանաչում ունեցող մարդ է։ Օրինակ Կարեն Սիմոնին ոչ մեկ Հայաստանում բացի Գյումրիից եթե չեն ճանաչում, ես ընտրությունների ընթացքում ճանաչում։ Չէ, ինչ որ ասենք ճանաչում։ Ու այս առումով Ըստ ուրեմն Կարեն Սիմոնյանը թեկնածուներից կամ Շեմը հաղթահարած թեկնածուներից պակաս քաղաքականն էր իր կերպարով։ Նու հա, ինքը հա, բայց Մայր Հայաստանը Մայր Հայաստանը այն ուժներ, որը խոսում էր, որ Գյումրին մեկնարկն է լինելու ամբողջ Հայաստանում փոփոխություններ մտցնելու համար։ Այս առումով իհարկե մի քիչ նման էր նաև Վարդան Ղուկասյանի դիրքորոշումները, որտեղ ինքը ասում էր սրանով մենք մուշ արդահանվար, իհարկե հետո ասեց դա կատակով է ասել, բայց այդ նաև ցույց էր տալի, որ երկրորդ նախագահի հովանավորության տակ գտնվող տեխնացուները, եթե կարելի է այդպես ասել, իրենք ավելի շատ միտված են, որ այս ընտրությունը քաղաքական են, այս ընտրությունը համապետական նշանակություն են, եւ ի տարբերություն Մարտուն Գրիգորյանի, որը ատելության խոսք չէր օգտագործում, որևէ մեկին չէր թիրախավորում։ Իր քարոզարշավը ավելի շատ այնց հանգիստ, հանդարտ այն հին մեծամասնական ընտրակարգի տրամաբանությամբ ընտրաշավ էր, ինքը ասում էր դե դիմ ընտրություններ կաշխատենք բոլորի հետ, բայց այո, ԿՊ-ն պետք է պարտվի իմ քաղաքում։ Իմ քաղաքում իրանք չպետքա լինեն քաղաքապետ։ Իր դիրքորոշումը քաղաքական առումով միայն դա էր։ Ինքը չէր ասում, եթե ես ընտրվեմ Գյումրիից գնալու եմ մյուս քաղաքներ, սկսելու եմ համապետական նոր քաղաքական գործընթացի սկիզբ դնել եւ այլն եւ այլն։ Ու ըստ էության Մարտուն Գրիգորյանը ստացավ այնքան ձայն, որը ակնկալում էր՝ ի տարբերություն օրինակ Ռուբեն Մխիթարյանի, որը շատ սպասվածից շատ տարավ ու նաեւ հետաքրքրական էր այստեղ այն հանգամանքը, որ խոսում ենք իր ձայների մասին, որ իրական Մարտուն Գրիգորյանը այստեղ շատ անկեղծ է, որ ասում է Ռուբեն Մխիթարյանը որոշակի շտապողականություն դրսևորեց։ Որովհետև եթե ես օրինակ մտածում եի, որ եթե Ռուբեն Մխիթարյան Մարտուն Գրիգորյան տանդեմը ավելի շատ մանդատներ ունենա կամ հավասարակշռի Վարդան Ղուկասյանի թևին, շատ հնարավոր է կուլիսային բանակցությունների արդյունքում որոշվի, որ ոչ Մարտուն Գրիգորյանը լինի քաղաքապետ, ոչ էլ Վարդան Ղուկասյանը, այլ ընտրանքային որևէ տեխնացու, որը կա այդ կազմերում ավականիների։ Ու դա կլիներ հենց այս քաղաքական ճգնաժամի հանգուցալուծում, այսինքն կլիներ մարդ, որը այդ 4-ի համաձայնության արդյունքում է ձևավորվել։ Եվ Մարտուն Գրիգորյանի այդ տպավորությամբ շատ ճիշտ է գնահատում իրավիճակը, երբ ասում է, որ ամենախոցելի տեխնացուն է։ Հա, ու նաև իրան շատ վատ դրության մեջ դրեցին։ Դու պատկերացրու, ասենք, տեխնացու ես, որը անձնական թշնամություն արյուն է թափվել։ Այդ պետք չի մոռանալ, Գյումրիի մասին ենք խոսում։ Գերդաստաններ ու կլաններ են եղել, որոնք անընդհատ տասնյակ տարիներ բախումների մեջ են եղել եւ Ռուբեն Մխիթարյանը, որը կարծես թե ինչ որ առումով ավելի մոտ էր Մարտուն Գրիգորյանի, շատ շուտ շտապողականություն դրսևորեց եւ Մարտուն Գրիգորյանը 4 օր ուղղակի մտածում էր ու այդ մտածելը ինչ էր այդ գործընթացը, ես կարող եմ նաեւ մարդիկ հասկանան, որ այն արշավը, որ գնում էր Մարտուն Գրիգորյանի դեմ, դա կեղծ էր։ Այսինքն այդ մարդը այնպես չի էլի, որ չէր ուզում ԿՊ-ն չլինի քաղաքապետ, բայց ինքը պետքա չէ բացատրեր օրինակ իր ընտանիքի անդամներին, իր ընտրողներին, նու Գյումրիում ընտրողներին բացատրել, մենք այդ ժողովրդավարության մակարդակը դեռ չունենք, որ գնաս այդքան մտահոգվես քո ընտրողներով, բայց այո, ընտրողների մասին էլ մտածելով, որ ինչ ընկալում կձևավորվի իր անձի նկատմամբ, կոպիտ ասած, բայց իր ընտանիքի անդամներին, կոպիտ ասած, իր գերդաստանի, որը եղել է անընդհատ շարունակական պայքարի մեջ Վարդան Ղուկասյանի հետ, պետքա բացատրեր, չէ՞։ Պետք է ասել, չէ՞, ժողովուրդ ճիշտն ասած հիմա այսպես պատային իրավիճակի մեջ ենք, եթե ինձ մնար, ես ուրիշ բան կանեմ, բայց հիմա սաղ ինձ են սպասում։ Ու իր որոշումը ինձ թվում է ավելի շատ ճնշման բեր պայման։ Եթե առաջին օրը շտապողականություն չլիներ հենց Ռուբեն Մխիթարյանի կողմից, իմ կարծիքով Մարտուն Գրիգորյանը կսպասեր, կբանակցեր Ռուբեն Մխիթարյանի հետ, ու իրանք այդ երկուսով այլ տանդեմ կլինեին եւ կստիպեն Վարդան Ղուկասյանին հաշվի նստել։ Բայց առաջին օրից հետո ես հիշում եմ Վարդան Ղուկասյանի այդ վստահ կեցվածքը, որտեղ ինքն ուներ արդեն 3 ընդդիմադիր ուժերի համաձայնություն։ Ու այդ իրավիճակը շատ խանգարեց։ Եվ ասում եմ, որ սպասում ենք, ուղղակի սպասում ենք։ Շատ վստահ էր խոսում, ավելի վստահ, քան նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Ասում էր, եթե դա ինքը մտածում է իր անձի անվան մասին, որտեղ այդ Գյումրիում շատ է, էլի քննարկում ես նույնիսկ այս ընտրությունների տիրույթում, պետք է իր հստակ քայլը անի։ Ու Մարտուն Գրիգորյանը այլ ելք չէր մնում ինձ թվում է այս դեպքում, քան գնալ ասել հարց չկա, ես էլ կտամ այդ ձայնը, բայց դուք դեռ կտեսնեք դեռ ով է լինելու պատասխանատուն այս ամեն ինչի։ Ընդհանուր լայն քաղաքական իմաստով քո տպավորությամբ ինչ հետևություններ պիտի անեն Գյումրու ընտրություններից եւ հատկապես իշխանությունները ինչ հետևություններ պիտի անեն։ Դե իրականում միակ հետևությունը կոնկրետ եթե խոսում ենք ԿՊ-ի շահերի դիտանկյունից,
Այս ընտրությունը ցույց տվեց, որ շատ հնարավոր է սպիտակ սև-սպիտակ նախկին ներկա տրամաբանությունը չաշխատի ինչ որ X պայմաններ, ու դա թիմ ընտրություններն են։ Այո, Բայց այս թիմ ընտրություններում պարտությունները, որ այս շարքը շարունակվում է, եթե մենք նայենք շատ համայնքներում ԿՊ-ն արդեն իշխանություն չունի։ Ինքը ազգային մակարդակում ընտրությունների վրա մեծ ազդեցություն ունի։ Եթե դու չունես տեղում քաղաքապետ, բայց հետաքրքիր է, հանրությունը սովորաբար շատ հետաքրքիր կերպով է արձագանքում թիմ ընտրությունների եւ համապետական ընտրություններին, այսինքն նույն մարդը, թեկուզ օրինակ ես կարող եմ օրինակ Աբովյան քաղաքի տրամաբանությամբ կամ թեկուզ Գորիսի տրամաբանությամբ ասես, նույն մարդը կարող է գնալ տեղական մակարդակում քվեարկել ընդդիմադիր տեխնացուի, բայց համապետական մակարդակում պատրաստ չի հանդուրժել օրինակ նախկինների վերադարձը։ Օրինակ միջին վիճակագրական Գորիսեցու դիտանկյունից Արուշ Արուշյանյանը լավ քաղաքապետ է ու այն մարդն է, որ պետք է լինի քաղաքապետ, բայց Ռոբերտ Քոչարյանը այն մարդն առաջնորդները նրանք չեն, ովքեր պետք է կառավարեն այդ երկիրը ու նաև խոսույթը, ասենք, անեն, չէ, բացի այդ առաջնորդների կերպարից էլ դուրս գնանք, այն օրակարգի մասին, որ Նիկոլ Փաշինյանն է խոսում, ավելի մրցունակ է, կոպիտ ասած, ավելի ծախվող ապրանք է քաղաքական իմաստով, քան այն ինչ որ առաջարկում է անդիմությունը։ Հիմա եթե ասենք լավ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության օրակարգից, ինչ ապրանք առաջարկում ընդդիմությունը։ Այդքան է պարզ չի, մեկ ասում է Գյումրիով գնանք Մուշ Արդահան, մեկ ասում է Կիրանցով իջնենք Արցախ, մեկը ասում է խաղաղություն, բայց արժանապատիվ, ինքը շոշափելի չի ընտրողի համար, չի հասկանում ինչ են իրեն առաջարկում։ Մյուս կողմից իհարկե նաև այն տենդենսը կա, որ 10 թվից հետո մենք չունենք ընտրական օրենսգրքի կուսակցական համակարգի փոփոխություն, ով իշխանությունը իրան դժվար է հաղթել ընտրություններում։ Մենք չենք ունեցել այդպես դեպք Հայաստանի պատմության մեջ։ Որևէ իշխանություն ընտրություններում պարտվելով չի հեռացել։ Ու սա է Նիկոլ Փաշինյանի, ինչպես ինքնանշում, հայկական ժողովրդավարության խոցելիության հիմնական տենց կարևոր կետը։ Քանի դեռ Հայաստանում ընտրություններով իշխանություն չի հեռացել, հենց ու հատկապես 18-ից հետո մենք չենք կարող խոսել, որ ընտրական համակարգը Հայաստանում կայացել է։ Ազգային մակարդակի մասին է խոսքը, որովհետև թիմ ընտրությունները մի քիչ ուրիշ տրամաբանություն ունեն, ու մյուս կողմից էլ թիմ ընտրությունում կարաս հաղթես որպես ընդդիմադիր, բայց եթե դու հայտարարում ես, որ իշխանության հետ չես աշխատելու, առճակատման ես գնալու, առնվազն 1 տարի հետո փոխելու ես քո կարծիք, ինչպես եղավ օրինակ Սյունիքում, Գորիսում օրինակ։ Նույնը կլինի Գյումրիում, երբ օրինակ Վարդան Ղուկասյանը ասում էր ես իմ սուբորդինացիան կպահեմ, կգա, կբարևեմ եւ այլն եւ այլն, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ առիթը շատ լավ է օգտագործելու։ Եթե կգնա Շիրակացի փողոցը կասֆալտապատեն, Ղուկասյանը ընթացքում կխոսի, հետո նա չի լսի նրան, մարդկանց հետ կխոսա, ինչպես Գորիսում տեսանք, ու մարդիկ ասեն դե յանի ինչ տարբերություն, գնանք 26 թվականին ընտրենք Նիկոլ Փաշինյանը, որտեղ ինքն է մեր քաղաքը սարքում, կոպիտ ասած Վարդան Ղուկասյանը տեղի մենեջերն է։ Այսինքն քաղաքական առումով որ նայում ենք, Գյումրիում քաղաքացիական պայմանագիրը այո ծանր հարված ստացել է, բայց այնպես չի, որ այս հարվածը իր համար այսպես վերջի հարվածներից է։ Պատկերացնենք այժմ ընտրությունները։ Հայաստանում 72 համայնք կա, եթե չեմ սխալվում։ Ընտրություններ են գնում։ Պարզ է, չէ՞ որ Գյումրիի տրամաբանությունը օրինաչափության մեջ բացառություն է լինելու շատ տեղերում։ Օրինակ Երևան մեկը քաղաքացիական պայմանագիր ստացած ձայները ավելի շատ են լինելու եւ գումարած այլ տեղերում ավելի մեծ հաղթանակին գումարվելու է իրար ստանալու է ԿՊ-ն իր 45%, այսինքն բայց գուցե նույն տրամաբանությամբ հավաքական ընդդիմությունը ավելի շատ ձայն տանի։ Այ էդ է խնդիրը, շատ նույնիսկ եթե Գյումրիում ինքը հավաքական ընդդիմություն շատ ձայն տանի, մի այլ տեղում էլ քաղաքացիական պայմանագիրը ավելի շատ է տանելու։ Այսինքն Գյումրին սա նույնիսկ ընդունում ենք այն փաստով, եթե այս արդյունքները նույնությամբ կրկնվեն 26 թվականին։ Մարդիկ օրինակ ես հետ էլ հարցել եւ ասում ենք ընտրությունին շատ մասնակցեց մարդ ու դա լավ է։ Իսկ այդ մարդիկ ոնց մասնակցեցին, ինչի շնորհիվ մասնակցեցին, ում ստիպմամբ, այսինքն եթե մենք ուզում ենք մարդիկ մասնակցեն, օրինակ խորհրդային միությունում էլ 90%-ը մասնակցում են ընտրություններին։ Հիմա այստեղ զուտ մարդիկ անձնական իրենց բաների միջոցով, հատկանիշների միջոցով մարդիկ էին բերում ընտրատեղամասեր, նույն այդ բերելը նկատի չունեմ, հենց բերում էին ավտոմեքենան եւ այլն։ Այլ իրենց զուտ մարդկային ռեսուրսի հավաքագրումներին գիտեին եւ այդ ընտրողները եկել են ընտրատեղամաս։ Այն ովքեր չեն մասնակցել ընտրություններին, մոտավոր ասենք կեսը։ Այդ մարդիկ չունեն տեխնացու։ Ու ես երբ որ խոսում եմ մարդկանց հետ, մարդիկ շատ ճիշտ բան էին ասում։ Հատ առ հատ տեխնացուների վրայով ասում էին ու ասում են, որ իրենք ընտրություն չունեն։ Այսինքն մեկ այդ տենդենսը պահվում է, միշտ էլ հեշտ է, համայնք կեսը գնա մասնակցի տարբեր դերակատարների միջոցով մարդկանց անհատական, այդ նորմալ է։
Բայց ինձ թվում է այժմ ընտրություններում, եթե այս պատկերը լինի, ԿՊ-ն միայն ուրախ կլինի սրա համար։ Գյումրիից անցում կատարենք այլ իրադարձությունների, այլ թեմաների, արցախցիները այս ընթացքում նաև հանրահավաք ունեցան, որը կարծես թե այս քննարկումների ֆոնին ստվերվեց։ Արի հասկանանք նախ ինչի մասին էր այդ հանրահավաքը եւ ինչ այսպես հիմնական ասելիք ունեին եւ ինչ էին ուզում փոխանցել իշխանություններին։ Ինձ թվում է, երբ որ այդ հայտարարությունը կարդում ենք, ինքը ունի երկու մաս։ Առաջինը, այստեղ նրանց բնակվելու համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, սոցիալական վիճակի, սոցիալական տարբեր բնույթի հարցեր կարգավորելն է, իսկ մենք գիտենք, որ այս տարվանից սկսած կառավարությունը կրճատել է այդ լիքը սոցիալական ոլորտի ուղղված աջակցություններ, բնակվարձի հետ կապված եւ լիքը այլ հարցեր ու կոպիտ ասած առաջինը դրան է վերաբերում, մենք այսինքն այս բանը այստեղ ենք Հայաստանում ենք, մայր Հայաստանում ենք, ինչպես իրենք են նշում, այդ խնդիրները ունեն, կառավարությունը չի կարողանում ճիշտ հասցեագրել այդ խնդիրներին։ Եվ երկրորդ մասը, որը կապված է հենց Լեռնային Ղարաբաղի ճակատագրի հետ։ Այնտեղ քննարկվում է հավաքական վերադարձի, բանակցությունների ընթացքում այդ հարցը քննարկելու, այդ հարցի քննարկման մեջ այդ բնակչության շահերը պաշտպանողների, իրավունքները պաշտպանողների, ներկայացուցիչների ներգրավվածության մասին եւ այլն, ու ինչպես շատերն են արդեն ոնց որ ինքը նույնատիպ հայտարարություններ են դարձել, որ իհարկե ինչ որ մի մասը իրատեսական է, ճիշտ են ասում, մյուս մասը իրատեսական է, սխալ են ասում։ Իրականում այդ հարցը ես էլ եմ այդպես դիտարկում, որովհետեւ իհարկե այստեղ հենց ինչպես իրենք են նշում, այլ Հայաստանում իրենք ունեն բազմաթիվ խնդիրներ ու դրա միակ պատասխանատուն հենց ներկայիս կառավարությունն է, ու իրենք որևէ ջանք չպետք է խնայեն այդ մարդկանց կարիքները հոգալուն ուղղված ինչ որ քայլեր կատարել, որովհետև մենք գիտենք, որ տարիներ շարունակ գրեթե բոլոր իշխանությունները բազմաթիվ գումարներ են տվել առանց տոկոսի Լեռնային Ղարաբաղին, այնտեղի բնակչության կարիքները հոգալու, պաշտպանության բանակի կարիքները հոգալու, ու երբ որ լսում ենք Լեռնային Ղարաբաղի տարբեր քաղաքական խմբերի ներկայացուցիչները, իրենք ճիշտ բան են ասում։ Ասում են, այն ռեսուրսը, որը դրվել է ժամանակին Լեռնային Ղարաբաղի բնակչության կարիքները հոգալու համար, սկսած անվտանգայինից վերջացած սոցիալական, այդ գումարի չափով կամ թեկուզ մի քիչ նվազ, պետք է հենց տրամադրվի այս մարդկանց այստեղ պահելու համար, որովհետև այսինքն այս ֆինանսական միջոցները կա, այնպես չկա։ Իրականում կա ու իրանք խոսում են բյուջեի ավելացումից, հարկեր հավաքելուց, պետք է դա արտացոլվի նաև այս ոլորտում, բայց ինձ թվում է կառավարությունը ինքը լավ հասկանում է, որ գոնե հայաստանցիների շրջանում չկա այդ բանը, պահանջը, այսինքն պահանջը մենակ հիմնական ձևավորված արցախցիների շրջանում։ Ու իրանք շատ նույնիսկ կեղտոտ քարոզչություն են անում, ասում են, հələ դուք դառ եք քաղաքացի այս երկրի, նոր կխոսանք։ Նոր կհասկանանք։ Հա, իրանք այդ են ասում, բայց ինձ թվում է այստեղ այդ պահանջները ինձ համար շատ լեգիտիմ են, այդ մարդիկ եկեն այստեղ ու հիմա հարցը նույնիսկ ես տեսնում եմ հրապարակումներ, քննարկումներ, արցախցիները բեռ են, թե ներուժ են։ Այսինքն իշխանությունը կարողացել է օրակարգը այդպես սարքել այդ հարցը։ Անկամ քննարկման առարկա դարձնի նման հարցերը։ Անկեղծ ասած սոցիալական ծրագրերի մեկնարկի թե իշխանությունները ինչպես էին դրանք մատուցում, այդ աջակցության ծրագրերը արդեն իսկ ակնհայտ էր, որ սովորույթի համաձայն ընդհանրապես մի քանի ամիս անց պետք է սկսեն այսպես ժողովրդի լեզվով ասած երեսով տալ այդ ծրագրերը, որոնք որ իրականացնում են, բայց այն որ նրանք հաջողել են, որ հարցը տեղափոխել են այդ հարթություն եւ նման քննարկում են կարողանում սկսել բեռեն թե այսպես ներուժ, դա ինքնին խոսում է արդեն այն մասին, որ առնվազն տրամադրվածությունը մեղմ ասած դրական չի եւ հեռանկարում դժվար թե մենք տեսնենք այդ ֆինանսական միջոցների ավելացում կամ հատկացում, բայց իրականում եթե անգամ այդ խայծը կուլ տանք իշխանական եւ մտնենք այդ քննարկման դաշտ, միանշանակ պիտի հասկանալ, որ նախ մարդկային ցանկացած կապիտալ դա իսկապես ներուժ է, ինչի մասին է խոսքը, մենք այստեղ նաեւ օգտվեցինք ինչ որ ժամանակահատվածում, օգտվեցինք այս ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ներգաղթյալների այսպես ներգրավվածությունից տարբեր ոլորտներում եւ եթե տվյալ պարագայում օտարազգիների հետ աշխատելը կամ նրանց ներգրավելը պահանջում է հավելյալ ջանք եւ հավելյալ ռեսուրս, այս պարագայում դու գործ ունես քո հայրենակիցների հետ, որոնք այսպես ասած, որոնց հետ աշխատելը պիտի որ ըստ Ես մի բան կուզեմ այստեղ ասեմ, էլի, օրինակ Հայաստանի ժողովրդագրական, սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու տեսանկյունից
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մարդկանց կոնտինգենտը ամենավորակյալն է։ Այսինքն լավ, ուզում ենք հիմա օրինակ ժողովրդագրական բարեփոխումների ռազմավարություն են մշակում, օրինակ ինչպեսին պետք է լինի 2060 թվականին Հայաստանի բնակչությունը։ Ուղիներ փնտրել, օրինակ հասկանալու, մենք գոնե կարողանանք 2,5 միլիոն լինել, թե չէ։ Հիմա ծննդաբերության մակարդակով Լեռնային Ղարաբաղը կրկնակի անգամ ավել է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Այո, այնտեղ ընտանիքները ըստ վիճակագրության ավելի մեծ են, քան ու դա չօգտագործել սխալ է ու նաև շատ հաճախ ասում են, բա ինչ անի կառավարություն, նախ այդ սոցիալական ու տնտեսական տարբեր հզորացման ծրագրերը, այդ մարդկանց այստեղ նպաստավոր պայմաններ ստեղծելու ծրագրերը պետքա շարունակվեն ու ավելի թիրախային լինեն։ Շատ դժվար է, բայց պետքա թիրախային լինեն։ Իհարկե կան արցախցիներ, որոնք այնպես չի, հա, բոլորը կարիքավոր են։ Մարդիկ կան, ովքեր այնտեղ արդեն կարողացել են Հայաստանում բնակվել, իրենց ռեսուրսները այստեղ արդեն ունեցել են, բայց միևնույն ժամանակ այս բարեփոխումների զուգընթաց կարող է նաև հանրային հաղորդակցությունը։ Իմ կարծիքով գործող կառավարությունն ու իշխանությունը այնպես է տապալել հանրային հաղորդակցությունը, որ հիմա ինչ լավ բան էլ անի արցախցիների համար, մեկը ինքը բացասական է ընկալվելու հատկապես իրենց ընտրողների ու ընդհանրապես Հայաստանում գտնվող բնակչության կողմից։ Ես շփվում եմ մարդկանց հետ, ասում են, այ քեզ բան, մենք էլ տուն չունենք Հայաստանում, խի պետք է իրանց տուն տան։ Այսինքն կառավարությունը, երբ որ այդ մարդիկ գալիս են, շատ տենց հարցերի մասին պետք է մտածել։ Այդ մարդիկ հիմա որ գալիս են, ես հիմա որ sense բաներ անեմ լիքը իրանց համար, այս ամեն ինչը ոնց եմ մատուցելու, որ սոցիալական համերաշխությունը պահպանվի։ Իրանք այդ առումով չմտածեցին, իրանք ասացին լավ կգան տենց մի 2 տարի, մի տարի մի ձև կպահենք, այդ ատելության խոսույթին որևէ ձևով հակազդեցություն չենք ունենա։ Մենք օրինակ տեսնում ենք նույնիսկ հանրային ռադիոյի տնօրենի կինը, ԿՊ падգամավորների բարեկամները, նույնը հենց ԿՊ-ի ներսում գտնվող ազդեցիկ մարդիկ, նույնիսկ խոսույթ են գեներացնում, որ կոպիտ ասած, եթե նույնիսկ այդ սոցիալական ծրագրերը շարունակվեր, այդ սոցիալական ատելության պաշարը հենց մեծ է լինելու, որ նույնիսկ այդ բարեփոխումները կարող տապալվեին։ Որտեվ շատերը որ շփվում ես, շատերը այդ են ասում։ Օրինակ միջանձնային մակարդակում քաղաքը, ես օրինակ անձնապես եմ տեսել, դրա համար եմ համոզվել դրան։ Ասենք նույնիսկ անձնագրայինում եմ եղել, տեսել եմ ինչ որ խտրական վերաբերմունք ծառայություն մատուցողի ու արցախցու նկատմամբ։ Ես կարծում եմ, այստեղ նաև պարզ քաղաքական, բայց այսպես կեղտոտ հաշվարկ կա, որովհետև դու ինչ էլ անես այս մեր հայրենակիցների այս հատվածի նկատմամբ, ինչքան էլ սոցիալական ծրագրեր անես, ինչքան էլ իրենց պահանջները բավարարես, այս քաղաքական իշխանությանը նրանք ձայն տվող չեն։ Եվ սա է պատճառը նաև իմ տրամաբանությամբ, որ այսպես նեղ խմբային կուսակցական կամ նեղ քաղաքական շահը հաշվի առնելով քաղաքացիական պայմանագիրը եւ իշխող վարչակարգը, որքան էլ ծանր է դա արձանագրելը, բայց այնպեսի սրանից ավելի ծանր արձանագրումներ են կարել, հասկանալի է, որ այս հաշվարկներից ելնելով նաև չեն ուզում անել սոցիալական այն ծրագրերը, որոնք որ պիտի անեն եւ պիտի չմոռանանք նաև կամ չհեռանանք այն տրամաբանությունից, այն մտայնությունից, այն փիլիսոփայությունից, եթե կարելի ասել, որով առաջնորդվում է Փաշինյանը, նա չգիտեմ անկեղծորեն հավատում է թե չի հավատում, բայց նա հետևողականորեն կրկնում է կամ առաջ հատանում են միտք այն գաղափարը, որ աղքատությունը յուրաքանչյուրի գլխում է եւ եթե դուք վատ եք վաստակում, դա ձեր խնդիրն է եւ դուք պիտի ձեր առջեւ նման խնդիր դնեք, այսինքն ոչ միայն այս խնդիրը նաեւ ոչ միայն գալիս է բուն հենց արցախցիներից կամ ուղղված է հենց այս ասելիքը արցախցիներին, այլ Փաշինյանի տրամաբանությունը հենց դա է, որ անհատը եթե վատ է ապրում պետության մեջ, հասարակության մեջ, ապա թիվ 1 մեղավոր եւ պատասխանատուն հենց ինքն է, եւ եթե այս բոլոր հանգամանքները մենք գումարում ենք եւ ուզում ենք հասկանալ, թե ինչով է պայմանավորված այս վերաբերմունքը արցախցիների նկատմամբ, առաջինը կա պարզ քաղաքական հաշվարկ, որ այս մարդիկ ինչ էլ անենք, ոսկել տեղանք նրանց գլխին, միևնույն է մեզ ձայն տվող չեն, հետեւաբար մեզ պետք չեն։ Երկրորդ պարզ հաշվարկը կամ պարզ տրամաբանությունը այդն է, որ նա անկեղծորեն հավատում է այդ իմ ասած գաղափարին, որ անհատն է մեղավոր, եթե լավ չի ապրում։ Ովիտ ասած 18 թվականի սոցիալիստ Փաշինյանը դարձել է շատ նեոլիբերալ,
Այո։ Եթե այն ժամանակ ասում էր այս ժողովուրդը լավն է, կառավարիչներն են վատը, իմ ասում եմ, այսինչ վատ ժողովուրդ է հենց բաժին հասել։ Հա։ Ես օրինակ ես վերջերս լսում էի այդ վարորդական իրավունքի հետ կապված, Կուլիկը հարցրի կադրային քաղաքականության մասին, մարդը 7 տարի արդեն իշխանության ու կադրային քաղաքականությունից է բողոքում, նայում ես լավ, ինչ կադրային քաղաքականություն ունեցել ինքը։ Ընդ որում նա 7 տարի կարելի է իրականում մի հատ հետաքրքիր վիճակագրություն վարել, տեսնենք օրինակ մեկ նախարարական աթոռի վրա քանի փոփոխություն է տեղի ունեցել։ Մենակ մի փոփոխություն չի եղել, դա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Այո, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, որ կայուն է, եւ վարչապետ Փաշինյանն է, որ կայուն է, անգամ ազգային ժողովի մի հատ արձանագրում կա, որ շատերը չգիտեն, ասենք Մհեր Գրիգորյանը ավելի կայուն է Փաշինյանի իշխանության օրոքերը, քան հենց Փաշինյանը տրամաբանության ներքո, այսինքն ինչքան Փաշինյանը մնացել, այսինքն քանի անգամ հրաժարական տվել եւ քանի անգամ Մհեր Գրիգորյանը ավելի կայուն եւ ստատիկ է, քան վարչապետը, երկրի ղեկավարը։ Բայց այս առումից ինձ թվում է շատ բան չկա ասել, որովհետև այս թեմայով կարելի է շատ երկար ծավալվել, խոսել սոցիալ-հոգեբանական մոտիվները, քաղաքական օրակարգերի տեսանկյունից եւ այլն, բայց մի բան հստակ է։ Այն ինչ որ իրատեսական է, դրա մասին պետք է Հայաստանում դիսկուրս լինի, հատկապես այստեղ բնակվող, արդեն բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից եկած մարդկանց հետ տարվող աշխատանքներում, բայց այն ինչ որ այնտեղ պահանջներում կար իհարկե, ես էլ շատ կուզեի, օրինակ հիմա բանակցային գործընթացներում այն ինչ որ իրանք էին պահանջում լիներ, բայց մի քիչ էլ պետք է այդ առումով իրատեսական լինել, բայց սա հետ կապված նաև մյուս թեմային եմ ուզում ասենք, մեր արտգործնախարարության հայտարարությանը, որ վերջերս Գերմանիայի նախագահը այցելել էր այս տարածաշրջան, գնացել էր սկզբից եկել էր Երևան, հետո գնացել էր Բաքու, այնտեղ Ալիևը իր ներկայությամբ հայտարարություն արեց, որ 24 թվականի, մինչև 24 թվականի հունվար Հայաստանը պահանջում էր, որ խաղաղության պայմանագրում լինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը, եւ նրանք խելքի եկան, ինչպես միշտ ինքը որ խոսում է։ Ու մեր իշխանությունները արձագանքեցին, որ նման խնդիր չի եղել, խնդիր եղել է նրա համար, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը պետք է այնտեղ ապրեր, այսինքն այդ իր պատմական հայրենիքում բնակվելու, չգիտեմ, կրթական մշակութային գործունեություն իրականացնելու իրավունքները պետք է պահպանվեին, բայց ասում էր, որ ոչ թե 24 թվականի հունվարի դրությամբ, այլ 23 թվականի բռնի տեղահանումից հետո այդ օրակարգը բացակայել է, որովհետև Լեռնային Ղարաբաղի իշխանությունները մերժել են բանակցային բոլոր առաջարկները ադրբեջանական կողմից։ Այս առումով իհարկե ինձ օրինակ երբ որ հետահայաց նայում եմ, տեսնում եմ, որ ըստ էության այս քաղաքականությունը արտաքին քաղաքականության տեսանկյունից տապալվել է, որովհետև ըստ էության իրանք ինչ էին ուզում Հայաստանի կառավարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը մնա այնքանով, որ այնտեղ բնակիչները ապրեն։ Այդ հարցից հրաժարվելը կտա Հայաստանի համար ինչ-որ անվտանգային երաշխիքներ եւ այլն, ու այդ զիջմանը նաեւ զիջումից հետո նաեւ հիմա մենք քննարկում ենք միջազգային հայցերից հրաժարվելը։ Ես չեմ ասում, որ այն ինչ որ արվել է գուցե բան ռացիոնալիզմի տիրույթում է կամ ռացիոնալիզմի տիրույթում չի, բայց այն ինչ որ Հայաստանը զիջել է այս կոնկրետ երկու կետերի առումով, ինձ թվում է ինքը ոչ թե Հայաստանի օրակարգի զիջումն է, այլ Հայաստանը չի ստացել որևէ բան։ Այսինքն դա հաղթաթուղթ էր, որ կարելի էր օգտագործել, բայց հիմա ասենք, եթե ռետրոսպեկտիվ նայում ենք հետահայաց, մենք որևէ բան չենք ստացել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կամ այնտեղ ապրող բնակչության վերաբերյալ կետերից հրաժարումով, մենք որևէ բան չենք ստանում դեռևս միջազգային հայցերից հրաժարվելու դրույթի դիմաց, մենք որևէ բան չենք ստանում երրորդ ուժերի բացառման, այսպես ասած, դրույթից, որ սահմանի ամբողջ երկայնքով չլինեն երրորդ ուժեր, ու մենք որևէ բան չենք ստանալու, ինձ թվում է նաև սահմանադրության այդ սպասվելիք փոփոխությունից ու ԵՀԿ Մինսկի խմբի լուծարումից։ Այսինքն, այստեղ քաղաքականության այդ կոնկրետ արտաքին քաղաքականության վերաբերյալ, երբ որ գնահատականներ են քննչեցնում, այստեղ պետք է այդ առումով խոսել։ Ինձ թվում է այդ հայտարարությունը ագնա, որ դե բանը Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հրաժարվեցին, դե մենք էլ ինչ անեինք, այդ ոնց որ թե տարբեր աղբյուրներով չի հաստատվում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ գոնե մի անգամ, երկու անգամ չի մերժել Լեռնային։ Ուղղակի այստեղ խնդիր կա բան անելու, սեփական ոչ ճիշտ քայլերը արդարացնելու։ Ես օրինակ այդպես եմ մտածում։ Դե օրինակի պատասխան սրա ես կարծում եմ մերձ իշխանական այսպես ռոպագանդիստների, սազանդարների, դամքաշների, ինչպես կուզեք անվանեք նրանց
մեկնաբանությունները կամ արդարացումները, ասում են շատ լավ, Փաշինյանը չի գնա այդ ձեր զիջումներին, ի հակադրություն դրա դուք ինչ եք առաջարկում, որովհետև ակնհայտորեն եթե իշխանությունը հնարավորություն ունենար ինչ որ բանի դիմադրելու, կդիմադրեր։ Իսկ ձեր ասածը այդ հիպոթետիկ հայտարարությունները միայն ուժերի բալանս, ուժերի կարգավորում եւ այլն եւ չկա այսպես լուրջ առաջարկ կամ հակափաստարկ Փաշինյանական այսպես խաղաղության փաստաթղթին կամ խաղաղության խաչմերուկ ծրագրին եւ այդ մնացած բաներին։ Բայց ես այսպես չգիտեմ, մի պատասխանատու հայտարարություն եմ ուզում անել։ Ես չեմ հավատում, որ Ադրբեջանի իշխանությունները, ներկայիս իշխանությունները այս իրավիճակում կամ այս պայմաններում, երբ շարունակաբար նոր այսպես պահանջներն առաջ քաշվում եւ դրանք բավարարվում են, այդ իրավիճակում իրանք չեն գնալու որևէ փաստաթղթի ստորագրման, որովհետեւ այդ փաստաթղթի արդեն։ Իմաստը, այո, իհարկե, իմաստը կորում է, բառի բուն իմաստով այդ թղթի կտորը որևէ արժեք չի ունենալու, ինչպես եւ այդ թղթի կտորը որևէ արժեք չի ունեցել որևէ այլ իրավիճակում եւ պատմական այլ հանգամանքներում, այլ ժամանակաշրջաններում, երբ որ կողմերից մեկը ունեցել է բավարար ռեսուրս թղթի վրա գրվածը խախտելու։ Եվ ես հենց այն պահից սկսած, երբ արտգործ նախարարությունը կամ վարչապետ Փաշինյանը այսպես ներվային կերպով մեկ օրվա մեջ 3-4 գրառումով օտարալեզու գրառումներով հաստատում էր, որ մենք այս պահին էլ պատրաստ ենք ստորագրել այդ փաստաթղթը, ակնհայտ էր, որ ես վստահ էի, որ ադրբեջանական կողմի արձագանքը լինելու է ավելի կոշտ եւ այսպես նորանոր փաստաթղթերը պահանջներ են ի հայտ գալու եւ մենք կոպիտ ասած ունենալու ենք հերթական ցյուրիխյան արձանագրություններ, ինչպես որ ունեցել ենք։ Դրանք բովանդակությամբ տարբեր են, ուղղակի դրանց ճակատագիրը նույնն է եւ նույնին արժանանալու է։ Ինձ թվում է այստեղ մոտեցումը պետք է այն լիներ, որ կարևոր մի քանի հաղթաթղթեր Հայաստանը պետք է միջև վերջ պահեր իրեն, չհրաժարվեր դրանից, որովհետեւ հիմա էլ փորձում են համոզել, որ նույնիսկ հիմա էլ է վատ վիճակը։ Այսինքն այն ինչ որ այս փաստաթղթը կա ու արդեն քննարկում չկա այդ փաստաթղթի կետերի շուրջ, ասում են, որ իրականում դեռևս վատատեսական սցենարները արժևում են, այսինքն մենք դժվար է սրանով ասել, որ մենք խուսափել ենք վատագույն սցենարից։ Այս է ամենաաբսուրդ հանգուցալուծումը, որ մենք դրան գալիս ենք։ Իրականում ոչ մեկ չի ասում, որ խաղաղության պայմանագիր չպետք է կնքվի Ադրբեջանի հետ, ոչ մեկ չի ասում, դու ոչ մեկ նկատի ունեմ գոնե մերպես մտածող մարդիկ, չեն ասում, որ պետք է հրաժարվել բանակցություններից, բայց ուղղակի բանակցել այնպես, որ այնպես չլինի, որ դու բոլոր քո հաղթաթղթերը զիջես ու այդ փաստաթղթի նշանակությունը կորչի։ Այդ նույնն է, ոնց որ երկու թաղի ժողովուրդ ուզենան իրար հետ ֆուտբոլ խաղան, պահանջները լինեն այսպես, սկզբից ասեն 11 հոգուց պետք է իջնի 5 հոգի, հետո ասեն 4 հոգի ու տակը մնա 1։ Այդ խաղալու իմաստն էլ է կորում։ Հիմա երբ որ դու քո բոլոր հաղթաթղթերը զիջել ես, Ադրբեջանը նույնիսկ եթե ստորագրի այդ փաստաթուղթը, իմաստ էլ չի լինի նախ ստորագրելու, հետո եթե ստորագրել, մեկ արդեն ինքնին ստացել է։ Այդ տեսանկյունից իր համար այդ փաստաթղթի արժեքը կորում ու նաև մեզ համար ավելի շատ։ Ինձ թվում է այս առումով շատ հանգիստ կարող է մի A4 ֆորմատի տակ մի ստորագրություն դնել, դատարկ ուղարկել եւ ասել ինչ ուզում եք լրացրեք այս տեքստի մեջ։ Եվ նույնը գետնի վրա իրականությունը դրանից չի փոխվում, եթե անգամ մենք թղթի վրա գրենք, որ Լեռնային Ղարաբաղը հայկական է, այս իրավիճակում եւ այս հանգամանքներից ելնելով։ Ինձ թվում է այսքանով կարող ենք սահմանափակվել այսօրվա մեր քննարկումի եւ մեր հաղորդումը։ Մենք կշարունակենք հետեւել իրադարձությունների զարգացման հետագա ընթացքին։ Շնորհակալություն, Ալիք մեդիայի եթերում Պոլիտիկոնն է, շարունակեք հետևել մեզ։